Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ եւ բարի վերադարձ մեր տաղավար։ Մենք ամենասկզբում խոստացանք, որ մշակութային անդրադարձեր ենք ունենալու տարբեր եւ հիմա այս պահին ուզում ենք ձեզ եւս մեկ անգամ հիշեցնել ու ներկայացնել Հայաստանում մեկնարկող Ծաղկունք միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնի մասին, որը այս տարիների ընթացքում դարձել է կարևոր հարթակ տարբեր երկրների պարային խմբերի եւ մշակութային կազմակերպությունների միջև համագործակցության փորձի փոխանակման համար։ Այս տարվա հոբելյանական փառատոնն առանձնանում է իր ընդլայնված ձևաչափով, բազմաբեմ համերգներով, միջազգային բազմապիսի ընդգրկվածությամբ, սպասված համերգների եւ իհարկե մանրամասների մասին մենք կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ ես սիրով ներկայացնեմ տաղավարում այն կամուրջ մշակութային կենտրոնի ղեկավար Ծաղկունք միջազգային 10-րդ փառատոնի համակարգող Հայկ Գևորգյանը, բարի առավոտ, եւ Զատիկյան պարարվեստի կենտրոնի ղեկավար Նաիրա Զատիկյանը, բարի լույս, ինչպես նաեւ Ծիծեռնակ պարարվեստի կենտրոնի ղեկավար Մարինե Ֆահրադյանը, բարի լույս, շնորհակալ ենք օրը մեզ հետ սկսելու համար, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, ինչպես եք ձեզ զգում այս հոբելյանական տարվա կապակցությամբ։ Ոգևորված, շատ բարձր։ Մենք առաջարկում ենք հետ հայացք գցել, մի փոքր գնալ 10 տարի առաջ եւ 10 տարվա գործունեության արդյունքների, ձեռքբերումների մասին մի փոքր ամփոփ խոսել, ինչպես առհասարակ ծնվեց այս գաղափարը եւ 10 տարիների ընթացքում ուր հասավ։ Կամուրջ մշակութային կենտրոնի գերնպատակն է եղել կապ ստեղծել, կամուրջ ստեղծել Սփյուռքի եւ Հայաստանի միջև, որը այս տարիների ընթացքում բավականին ամրապնդվեց։ Մենք ամեն տարի քանակը եւ խմբերի քանակը ընդլայնվում է։ Այս տարի օրինակ կրկնապատկվել է, արդեն իսկ երկու համերգային ծրագրեր ունենք 700 մասնակից արտերկրից եւ շուրջ 2500 մասնակից Հայաստանից։ Իսկ բացի այն, որ քանակային առումով մասնակիցների քանակային առումով տարբերվում է այս տարի, ուրիշ էլ ինչ տարբերություններ կան այս տարվա փառատոնի մեջ։ Այս տարի նաև մասշտաբով է տարբերվում, 4 մեծ բեմ ենք անցկացնելու։ Մենք մեկնարկեցինք մարտի 28-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, այնուհետև կկայացնենք ապրիլ 13-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որից հետո Սփյուռքի հայկական խմբերից միասին 300 մասնակից կմեկնենք Թբիլիսի, այնտեղ Վասո Աբաժիցեի անվան պետական դրամատիկական թատրոնում կանցկացնենք եւ եզրափակիչ համերգը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Մոս պրոդյուսեր համերգասրահում։ Ահա, ամփոփումն էլ այսքան շքեղ եք փաստորեն պլանավորել։ Հետաքրքիր է Զատիկյան պարարվեստի կենտրոնի սաների եւ խմբերի համար ինչպեսի փորձառություն է մասնակցել նման փառատոնին։ Մեր պարարվեստի կենտրոնը վաղուց է համագործակցում կամուրջ մշակութային կենտրոնի հետ։ Միշտ կազմակերպում են բարձր մակարդակով, երեխաները ամեն անգամ սիրով եւ ոգևորությամբ սպասում են իրենց ելույթներին եւ բնականաբար յուրաքանչյուր համերգի նոր բեմադրությամբ եւ նոր մոտեցմամբ ենք ներկայանում եւ իդեպ մինչև օպերայի ազգային ակադեմիական թատրոնի փառատոնի մեկնարկը սկսվել է, նաև ունենք շքերթ, բոլոր պարախմբերով մասնակցելու ենք գեղեցիկ շքերթի, տարազներով պրոֆեսիոնալ պատրաստված եւ բարելու ենք մեր ազգային ավանդական շուրջ բարերը Կարնոքոչարի վերվերի մոտ 1000 մասնակից։ Ու ես պատկերացնում եմ արդեն։ Իսկ դա որտեղ է տեղի ունենալ։ Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակում։ Կարծես կարպետ է լինելու այդ օրը։ Ես արդեն պատկերացնում եմ, որովհետև երեխաներն էլ շատ ողջևորված սպասում են մի այլ կարգի եւ շնորհակալ ենք Հայկին, որ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս եւ մեզ հնարավորություն է տալիս օգտվելու այդ նախաձեռնությունից, ինչպես նաև երեխաները կծանոթանան եւ Սփյուռքից եկած պարախմբերի երեխաների հետ եւ կսովորեն, ինչու՞ չէ, նաև կունենանք այլ ազգի ներկայացուցիչներ, պարող-պարուհիներ, որի համար շնորհակալ ենք Հայկ ձան քեզ։ Ես մի հարց ունեմ Հայկին, Հայկ ինչպես են ընտրվում պարային խմբերը, ինչ չափանիշներով։ Տեսեք, նախապես աշխատում է հանձնաժողով, պարային խմբերը հոլովակներ ուղարկում են, որ խմբերը որ մասնակցում են գալա համերգին։ Հանձնաժողովը արդեն ընտրում է այն խմբերը, ովքեր որ կարող են գալա համերգին մասնակցել։ Հասկացա, շատ լավ։ Զատիկյան կենտրոնը, Ծիծեռնակ կենտրոնը փաստորեն ներգրավված են, այսինքն չափանիշներով վստահ ենք, որ համապատասխանում են։ Խոսենք նաև Ծիծեռնակ պարարվեստի կենտրոնի մասին։ Մի շատ հետաքրքիր հարց եմ ուզում հենց անձամբ ձեզ հղել, քանի որ արդեն նշեցիք մեր եթերի սկզբում, որ 26-ամյա այո պատմություն ունի այս պարարվեստի կենտրոնը, հետաքրքիր է
Այն, որ այսօր մենք հաճախ հանդիպում ենք բեմ բարձրացող, բայց ոչ այդքան պատրաստ սաների, ոչ այդքան պատրաստ եւ ամբողջական ներկայացումների, պարային հատվածների, դրան ինչպես եք վերաբերում։ Եվ առասարակ ինչ չափանիշներով է կրթում ձեր սաներին, որպեսզի նրանք պատրաստ լինեն թեկուզ այս կարգի փառատոններին մասնակցելու։ Գիտեք, կարծում եմ տարիների աշխատանքը քրտնաջան եւ փորձը բերում է այն ամենին, որ երեխան պետք է պատրաստ լինի բեմ բարձրանալու։ Նորաթուղ սանը, երբ ան եւ բեն սովորում է պարարվեստի բնագավառում, չի կարող բարձրանալ բեմ, պրոֆեսիոնալ բեմ եւ ապրել ներկայացնել հայ պարարվեստը կարող է, բայց ոչ այդ մակարդակի։ Ես չեմ ուզում ոչ մի բացասական բան ասել, կան այդպիսի խմբեր, բայց կարծում եմ էլ իրենք աշխատեն եւ կհասնեն այն մակարդակի, նոր պարային խմբերի մասին է խոսքը, բայց ամեն դեպքում երեխան պետք է աշխատի պարուսույցի ղեկավարի օգնությամբ եւ հասնի այն մակարդակի, որ նման միջոցառումների մասնակցի։ Ինչ նոր համագործակցություններ կլինեն նախագծի շրջանակում, ինչեր եք սպասում, ակնկալում այս փառատոնից։ Սփյուռքի տարբեր օջախների հետ ունենք համագործակցություն եւ մի կարևոր բան է ցանկանում նշել, կամուրջը իրոք կամուրջը ուղղակ է դարձել, մենք տեսեք ունենք խմբեր ունենք, հայրենակիցներ ունենք, որոնք մի քանի տասնամյակ չեն եկել հանրապետություն եւ փառատոնը միջոց է դարձել, որ գան հանրապետություն եւ իրենց երկրում նաեւ կարոտարը։ Իսկապես հրաշալի, այո, պատճառ է Հայաստան գալու համար։ Ծաղկունք, որ ասում եք, իսկապես ես լավատեսորեն պատկերացնում եմ ամեն տարի այս ոլորտի ծաղկունքը եւ դուք իսկապես ամեն բան անում եք որպեսզի նպաստի այդ ծաղկմանը ոլորտի հետաքրքիր է Հայկ ինչպիսի արձագանքներ եք ստանում արտասահմանյան հյուրերից մեր պարարվեստի մշակույթի հետ կապված ինչպիսի արձագանքներ նրանք ունեն բավականին լավ արձագանքներ ունեն եւ այդ միախմբում մենք ամեն անգամ մի նոր մեթոդ ենք կիրառում օրինակ ինչպես նշեցին գոլեգաներս մենք շուրջ պարը դա ինձ միավորում է Հայաստանի եւ Սփյուռքի խմբերի միավորում է ընդհանուր պարը շփում է այդ ամեն ինչը մեծ արձագանք է ունենում որ երկրներից են գալու լինելու մասնակցում են Ֆրանսիայի Լիոն Ստրասբուրգ քաղաքներից մասնակցում են Անգլիայի Լոնդոն քաղաքից Հունաստանի Աթեն քաղաքից Վրաստանի Թբիլիսի քաղաքից եւ Ռուսաստանի Սոչի քաղաքից պարային անսամբլներ ամենտեղից մեկ պարային անսամբլ Ֆրանսիայից 3 անսամբլ ունենք հասկացա Բայց բաց էլի երբ հյուրընկալում ենք շատ այսպիսի պարարվեստի խմբերին կամ մշակույթի ներկայացուցիչներին, ովքեր նաև հյուրախաղերի են մեկնում, միշտ ասում են, որ երբեք չի եղել հայկական խումբը երբ բարձրանա բեմ, որևէ մեկը նստած մնա միանգամից թե դհոլի ձայնից, զուռնայի ձայնից, թե մեր շքեղ հանդերձանքից, մենք տարազներով ունենք պարեր հրաշալի գույնզգույն, միանգամից ասում եմ ֆավորիտ խմբերի մեջ ենք մենք մտնում, հետաքրքիր է այս տարի շքերթին մասնակցելու են միայն մերոնք, թե նաև դրսից եկած հյուրերն էլ բոլորն են լինելու։ Ունենք խմբեր նաև արտերկրից եւ մի կարևոր բան էլ նշեմ մենք ինչպես նշեցին Կարնոկ Քոչարի եւ Վերվերի պարերն ենք բարի նաև արտերկրի մասնակիցներին ենք սովորեցնելու հայկական պարը նույն մեր վրացի գործընկերներին հա իսկապես եւ ընդհանրապես ես խրախուսում եմ եւ կարծում եմ որ ճիշտ է որ Հայաստանում հայկական պարեր ուսուցանվեն, այլ ոչ թե լեզգինկաներ եւ մնացած այլ ազգային պարերը, թող մեր ազգայինը առաջին տեղում լինի, հետո նոր վրացիների պարերը։ Սա հին փոքրիկ բողոքներ անցնենք առաջ։ Մարտի 28-ին տեղի ունեցավ առաջին համերգը, ճիշտ եմ ասում, չէ՞, առաջին համերգը տեղի ունեցավ հենց մարտի 28-ին։ Այ որպես մասնակիցներ դուք Զատիկյան արվեստի կենտրոնով ինչ նախ ձեզ համար ինչպիսին էր համագործակցությունը, ինչպիսի արձագանքներ դուք ստացաք ձեր կենտրոնի մասով եւ իհարկե ինչպիսին էր ձեր փորձը այստեղ։ Միշտ ողջևորությունը բուրն է եւ երեխաները շատ հաճելի ձևով շփվում են մեր սփյուռքահայերի հետ, դրսի խմբերի եւ նաեւ արտերկրի ոչ հայ ազգի ներկայացուցիչների հետ եւ ամեն անգամ նորից վերապրելով այդ ամենը սպասում են հաջորդ ելույթին, որ նորից ընկերությունը շարունակվի, շփվեն, փորձի փոխանակում եւ իսկապես շնորհակալություն հայտնեմ, որովհետեւ կազմակերպչական աշխատանքները շատ կարեւոր են պրոֆեսիոնալ աշխատանքում, բացի մեր կատարողական վարպետությունները, նվիրվածությունը նաև կարևոր է կազմակերպիչների հոգատար եւ պրոֆեսիոնալ մոտեցումը եւ նվիրվածությունն ու պատասխանատվությունը, իսկապես ինչի համար շնորհակալություն։
մենք միասին ենք միշտ առաջ։ Հայկ ջան, ամփոփիչ խոսքը ձերն է այս պահին։ Մենք գիտենք, որ վերջնական ներկա այդ ամբողջ փառատոնը ամփոփվելու է Մոսկվայում, եւ ձեր սպասելիքների եւ պատկերացումների մասին մի փոքր կասեք, ինչ սպասելիքներ ունեք։ Տեսեք, արդեն իսկ արձագանքը բավականին մեծ է Մոսկվայում, մեկ համերգային ծրագիրը մեզ մոտ արդեն sold out է, երկու համերգային ծրագիր ենք անցկացնելու։ Այս տարիների ընթացքում Ռուսաստանից շատ հայկական խմբեր ենք ունեցել, դրա համար ցանկությունը մեծ էր, որ այնտեղ նույնպես անցկացենք, քանի որ շատ խմբեր կան, որոնք ամեն անգամ չեն կարողանում գալ, եւ որոշեցինք այնտեղ անցկացնել, արձագանքը բավականին մեծ է, ոչ միայն Մոսկվայից, այլ Ռուսաստանի տարբեր քաղաքներից արդեն իսկ ունենք մասնակիցներ։ Մենք ողջունում ենք այս ամբողջ 10 տարվա ձեր քրտնաջան աշխատանքը, բարելավում ու իսկապես մաղթում ենք, որ տարեցտարի ծաղկի նախաձեռնությունը 100-ամյակը ցավոք մենք չենք լինի այստեղ ներկա։ Մենք չենք լինի։ Ես ներկա եմ լինելու։ Ես եմ վարել 100-ամյակը, ինչ մաս նախազգա։ Դե լավ, մաղթում ենք իսկապես տասնամյակների մեծ ծաղկունք ձեզ։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ սկսեցիք։ Լավ եւ դրական օրենք ձեզ մաղթում։ Դեն շարունակենք սիրելի հեռուստադիտողներ։